Վերջին զանգ սերիալում Միքայելը, ինչպես տեսնում ենք, կարծես չի կարողանում ապրել առանց նոր փորձությունների։ Երբ կյանքը նրան չի բերում խնդիրներ, նա ինքն է դրանք ստեղծում իր իսկ ձեռքով։ Հիմա էլ հայտնվել է մի պատմության մեջ, որը ոչ թե հուզական խառնաշփոթ է, այլ պարզունակ սանձարձակություն։ Նրա կյանքի նոր արկածը Դայակն է, այն կինն, ով երկար ժամանակ ընտանիքում էր որպես օգնական, բայց ում աչքերում վաղուց արդեն սփռված էր հետաքրքրություն, որը Միքայելը շատ լավ տեսնում էր։ Եվ ահա հիմա այն, ինչ նախտինում սահման էր համարվում, վերածվում է կապի, որտեղ փոխադարձ ցանկությունը հաղթում է խղճի ձայնին, իսկ պատճառը միշտ նույնն է։ Երբ մարդը կորցնում է սերն ու վստահությունը մեկի հանդեպ, փորձում է վրեժ լուծել ուրիշի գրկում։ Միքայելը լսում է, որ Սոսը եղել է Աննայի տանը, թե իբր եկել է հանգստացնելու նրան, եւ հենց այդ վայրկյանին Միքայելի ներսում սկսվում է ամեն ինչ քանդող գործընթացը։ Նա բաց է թողնում իր զսպանակը, հպարտությունը, մտածում է, եթե Սոսը կարող է մոտենալ Աննային, ուրեմն ինքն էլ կարող է մոտենալ այն կնոջը, ով վաղուց իր նկատմամբ համակրանք ուներ։ Եվ այդպես, հպարտության ու նեղացած տղամարդկային էգոյի դրդումով նա սկսում է ջերմ շփվել Դայակի հետ, մտածելով, թե այդպես իրեն կզգա հզոր, բայց իրականում միայն ավելի խորն է ընկնում իր իսկ փորած փոսը։ Միևնույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում ահավոր լարված իրավիճակ է։ Հենրիին շտապ օգնությամբ տեղափոխում են հիվանդանոց։ Սարսափը, ճիչերը, խառնաշփոթը, ամեն ինչ մի պահում է տեղ գտնում։ Անգելինան լացում է, գոռում, շփոթվում, չգիտակցելով, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Վիկտորիան ու ավագը մի կերպ են նրան հանգստացնում, որովհետև նա իր վիշտը չի կարողանում պահել։ Անգելինան պնդում է. ինքը պետք է գնա հիվանդանոց, պետք է տեսնի Հենրիին, բայց ավագը կտրականապես արգելում է։ Նա հասկանում է, որ նման վիճակում Անգելինան կարող է խելագարվել։ Ավագը որոշում է միայնակ գնալ հիվանդանոց, իսկ Վիկտորիային հանձնարարում է դուստրը տանել տուն։ Իսկ այդ ընթացքում բժիշկները պայքարում են Հենրիի կյանքի համար։ Նրանք փորձում են կանգնեցնել արյունահոսությունը, անել ամեն բան, որ երիտասարդը վերադառնա կյանքին։ Ավագը հիվանդանոցում անընդհատ հետևում է բժիշկների շարժումներին, լուր աղոթելով, որ փրկեն Հենրիին։ Իսկ Աննան զանգում է Անգելինային, պատմելու տեղի ունեցածը, եւ Աննայի համար այս լուրը դառնում է վերջին հարվածը։ Կնոջ հոգեբանությունը, որը հազիվ էր դիմանում իր երեխայի ողջ լինելու լուրից հետո առաջացած ներքին ցնցումներին, այժմ գրեթե փլուզվում է։ Նա միանգամից նստում է մեքենան եւ շտապում հիվանդանոց։ Միքայելին էլ ավագն է տեղեկացնում եւ նրանք երկուսն էլ գալիս են հիվանդանոց։ Իսկ Հենրիին դանակահարովը, այն նույն մարդը, ով սպանել էր Նոյին, վերջապես իր դատաստանը ստանում է։ Այս անգամ ոչ թե օրենքի, այլ կյանքի օրենքի դատաստանը։ Նոյի հայրը գնում է որդու գերեզմանին, կանգնում քարացած, բայց ներսում հրաբուխ է։ Ասում է, որ պատրաստվում է իր ձեռքով խեղդել նրա սպանողին, եւ ինչպես ասում են, ասած արեց։ Նա գտնում է մարդասպանին, հետևում է նրա շարժումներին եւ հենց նույն ձեռքերով, որոնք աղոթել էր իր որդու հոգին համար, այժմ խլում է նրա կյանքը։ Սա ոչ թե վրեժ է, այլ ցավի գինը, որը վճարվում է արյան դիմաց։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անգելինայի ծնողները թույլ կտան, որ այսքանից հետո իրենց դուստրը շփվի Հենրիի հետ։ Գրեք մեկնաբանություն։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց
այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնեք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскосвеш. Но он сказал, что нежная душа у меня, стерва. Սիրուն բաբը սтерվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարան։